Բարև հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցուն Կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերիերջանիկ տերտեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, արկա հիմնախնդիրներին եւ վերջիններիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին։ Նախագահ ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է ներկաների հարցերին։ Անցած շաբաթվա վերջին Ալբանիայում շարունակվել են Հայաստանի վարչապետի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։ Այդ բոլոր հանդիպումների առանցքում են եղել հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ալբանիայի մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նաև Նիդերլանդների թագավորության վարչապետի հետ է հանդիպել։ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիաս Խոուֆը եւ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը եւ ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։ Տիրանայում նաև Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումն է կայացել։ Մասնավորապես կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ այդ ուղղությամբ շարունակական եւ հետեւողական քայլերի իրականացումը։ Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին, նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ։ Հայ-ադրբեջանական թեման չի շրջանցվել նաև Չեխիայի պաշտոնակցի հետ զրույցում։ Բացի դա, Նիկոլ Փաշինյանը եւ Պետր Ֆիալան կարևորել են Հայաստանի ու Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։ Բելգիայի հետ հարաբերությունների խորացման կարևորությունն էլ այդ երկրի վարչապետի հետ է քննարկվել։ Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների եւ շարունակական երկխոսության պահպանումը։ Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործընթացին։ Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել նաև Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Երկկողմ այս հանդիպումներից բացի Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է նաև ապահովելով Եվրոպայի անվտանգությունը եւ ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը թեմայով քննարկմանը։ Այն անցկացվել է փակ ձևաչափով։ Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի եւ Սլովակիայի վարչապետները, Հունաստանի նախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Սա առաջին անգամն էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է։ Սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում։ Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս ու այլ հարցերի շուրջ գործընկերը զրուցել է անվտանգության եւ ռազմական փորձագետ Հրաչ Արզումանյանի հետ։ Ներկայացնենք հատված զրույցից, այն ամբողջությամբ հասանելի է shantnews.am կայքում։ Կարծես թե եկել է մի տեղ, որտեղից շատ դժվար է առաջ գնալ կամ հետ գնալ, կամ կարծես կանգնած վիճակ է, ինչ պետք է փոխել։ Փոխել, հնարավորություն ես փոխել ստեղծած վիճակը միայն հզորանալով, որովհետև երկու կողմերը ճիշտ եք ասում, չեն հրաժարվել իրենց մոտեցումներից, Ադրբեջանի մեջ կեն կանգնած ռուս-թուրքական դաշինքը մինչև հիմա մնում է ռազմական լուծումների կողմնակից եւ ռազմական գործիքը կօգտագործի Հայաստանի վրա ճնշում գործելով, որ ինքը նոր
զիջումների գնա, այդտեղ փոփոխություններ չեն լինելու եւ հայկական կողմը ուրիշ ելք չունի, քան թե հզորանալ, փոխել բանակը, փոխել տնտեսությունը, փոխել Հայաստանը։ Ուրիշ ելք չունենք։ Մենք հիմա խոսում ենք խնդիրների մասին, որոնք այդքան էլ հեշտ չէ անմիջապես փոխել կամ ինչպես փոխելը, եւ այդ թեմաները մենք քննարկել ենք բազմաթիվ անգամներ։ Կան ուղենիշներ, որոնք հիմա դուք տեսնում եք, որ ահա, օրինակ 5 տարի առաջ դրանք չկային, հիմա արդեն կան եւ պետք է այդ ուղղությամբ գնալ։ Ցավոք սարդի չեմ տեսնում, հայկական կողմը դեռ պատրաստ չի, իշխանությունները պատրաստ չեն հասկանալ, որ վիճակը այսպես է, որ Ադրբեջանը չի հետ կանգնելու իր մոտեցումներից, Թուրքիայի հետ ոչ մի բան չի փոխվելու եւ դու միայն պատասխան արձագանք այ քաղաքականության ռազմավարության, որը իրականացնում է Թուրքիան Ադրբեջանի հետ միասին, Ռուսաստանի աջակցությամբ ոչ այդքան հզոր, որովհետեւ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, դրա համար այդ հնարավորությունները չունի։ Բայց դու կանգնած ես նրա առջև, որ պիտի հասկանաս, որ ճակետներում մարտավարական լուծումներ չկան, կարճաժամկետ լուծումներ չկան։ Եթե դու կանգնած ես անհրաժեշտության գնալ ռազմավարական եւ խորքային փոփոխությունների, դու վերջո պիտի անես այն, դու ինչը խոստացել ես հայ ժողովրդին 2018 թվականին, անել հեղափոխություն առաջարկետներով գնալ խորքային փոփոխություններին կամ հասկանալ, որ քո ժամանակը, իշխանությունների ժամանակը, իշխանությունները լինելը վերջացել են։ Պիտի գան նոր թիմեր, նոր մոտեցումներ, որոնք կդան լուծումներ, եւ այդ լուծումները նորից եմ կրկնելու, լինել են խորքային եւ հեղափոխական։ Մենք այդ ճոխությունը մարտավարական փոքր փոփոխություններ կորցրել ենք 7 տարվա ընթացքում եւ 30 տարվա ընթացքում ցավոք սրտի։ Հիմա դուք այդ խնդիրները, որ նշում եք, ավելի շատ արտաքին խնդիրների հետ են կապված, թե ներքին խնդիրներ են եւ որտեղ պետք է ավելի շատ աշխատել։ Եվ այստեղ ցավոք սրտի մենք նորից կորցրել ենք հնարավորությունները։ Մինչև 2018 թվականը, մինչև 2020 թվականը մենք կարող ենք տարանջատել արտաքին սպառնալիքները եւ արտաքին անվտանգության միջավայրը, ներքաղաքական կյանքը, ներքաղաքական խնդիրները։ 2025 թվականը եւ մոտիկա 5 տարին այնպես է ձևավորվում անվտանգության, միջազգային անվտանգության միջավայրը, դու չես կարողանում տարանջատես այդ process-ները։ Այդ հաջորդ մոտեցումն է սկզբունքն, որը մենք պիտի հասկանանք որպես ազգ, որ ունի պետություն։ Այսօր անվտանգության միջավայրում դու չես կարող տարանջատել ներքին խնդիրները, արտաքին խնդիրներից եւ սպառնալիքներից, եւ դու ստիպված ես լինելու զուգահեռ լուծել երկու խնդիրները, որ ընդհանուր խնդրեմ են կազմում։ Դες այն իշխանությունները, որը մենք ունենանք 2026 թվականին, հույս ունեմ այդքան հանգիստ կհասնենք դրան առած փոփոխությունների, անսպասելի փոփոխությունների, պետք է հասկանան, որ դու չես կարողանալ տարանջատես Հայաստանի ներքին խնդիրները, անհրաժեշտությունը կառուցել փաստորեն նոր պետություն, լրիվ ուրիշ մոտեցումների վրա, սկզբունքների վրա, որը պիտի հիմնված լինի ոչ օլիգարխիկ համակարգի վրա, օլիգարխիկ տնտեսության վրա, որը պիտի ընկերված լինի եւ հիմնված լինի համապարփակ մոտեցումների եւ պաշտպանության անվտանգության համակարգի վրա, որպես սկզբունք եւ հիմնական կորիզներից մեկը եւ տնտեսությունը փոխված։ Դու որևէ խնդրեմ չես կարողանում լուծել արտաքին ոլորտում։ Հայաստանի արտաքին եւ ներքին սպառնալիքները եւ խնդիրները դարձել են միասնական եւ ցավոք սրտի դարձել են գոյատևական եւ գոյաբանական։ Հիմա գոյաբանական խնդիրների մասին եք ասում, կարծես աշխարհում չի մնացել մի տեղ, որ շատ կայուն է եւ հնարավոր է օրինակ սա օրինակ բերել։ Աշխարհը փոփոխությունների մեջ է, դուք ինչպես եք դա տեսնում։ Այո, եւ այստեղ Կրիստին շատ հետաքրքիր պետք է մենք այստեղ ինչ որ ձևով հեռանանք մեր յուրահատկությունից։ Մենք սովորել ենք մեծ եղերնից հետո նայել հայ ժողովրդին որպես յուրահատուկ երևույթ, որ ունի յուրահատուկ պատմություն ու յուրահատուկ ճանապարհը եւ ունի գոյաբանական եւ գոյաթևական սպառնալիքներ։ Բայց հիմա ձևավորվել է մի միջավայր, որտեղ նման գոյաբանական, գոյաթևանական սպառնալիքի առջև կանած են շատ պետություններ եւ ժողովուրդներ։ Նույն ձևի գոյաթևանական խնդրի առջև կանգնած ասենք Իրանը, Իսրայելը արաբական երկրների հետ Իրանի դեմ նույն ձևի գոյաբանական եւ գոյաթևանական սպառնալիքների եւ պատերազմի մեջ է։ Կարելի է հիշել Կորեային, Հարավային եւ Հյուսիսային Կորեան, որտեղ Հյուսիսային Կորեան նույն ձևի դնում է խնդիր ոչնչացնել Հարավային Կորեան։ Ուկրաինական, ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ Ռուսաստանը նայում է լուծման որպես լուծում, միայն ուկրաինական ժողովրդի ազգի եւ պետության ոչնչացումը։ Մենք պետք է հասկանանք, որ նման մոտեցումները դարձել են ճակետներում սովորական եւ աշխարհը կտրուկ փոխվել է։
Եվ այստեղ մենք հնարավորություն ունենք նայել ոնց են լուծում այս խնդրը սպառնալիքի պատասխանը ոնց են տալիս մնացած ազգերը եւ պետությունները։ Եվ այստեղ կարելի է խոսել միայն լուծման մասին, որը կայուն է եւ տալիս է արդյունքներ։ Որպես պատասխան գոյաթևանական եւ գոյաբանական սպառնալիքի, որի արժեվ դու կանգնացես որպես ժողովուրդ, պիտի լինի քո սրընթաց զարգացումը։ Դու պիտի թռիչքային զարգացում ապրես, որ կարողանաս տաս պատասխան նման սպառնալիքների։ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքն ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ջանքերը։ Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին եւ ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել եւ կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը։ Մանրամասները մեր գործընկերների ներկայացրած տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, պարզվել է, որ ԱՀ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շահադիտական նպատակով 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց 2024-ից 2025 թվականների ընթացքում կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան, այն է Շենգեն համաձայնության երկրներ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով այլ անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից Dani Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից հանդիսանալու եւ Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող եւ իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է ՎՔ-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է Շենգենյան համաձայնության երկրների մուտքի թիվ 01061835 արտոնագիրը եւ նա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման եւ կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 միլիոն ՀՀ դրամ գրավը եւ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։ Իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկիր մեկնելիս եւ վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը եւ խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսքան ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։